Նույնիսկ երբ որ դուք այդպես կատարյալ հավատացյալ չեք, կատարյալ քրիստոնյա չեք, Աստված ձեզ ինչքան է փրկել հիվանդություններից, ավարյաններից, ընկնելուց, մեռնելուց, սովից եւ այլ բաներից։ Եվ եթե դու որ կատարյալ հավատացյալ չես, քեզ նա պահում է։ Քո երեխաներին նա պահում է, ինչ ես կարծում։ Ինչ կատարյալ խոսքը չէր պահելու դարեր շարունակ։ Էդի այդքան նշանակություն չունեն իր համար։ Իդեպ որպես ապացույց սրան ասեմ, որ 1950-ական թվականներին, 60-ական թվականներին Մերիալ ծովի հատակից գտնում են Եղիա մարգարեի բնագիր գրվածքները, բնագիր ջրի տակ ոչ մի բան չէր եղել, դա մի կողմ։ Բայց այդ բնագրերի մեջ ինչ որ գրված էր, համեմատում ենք այսօրվա Աստվածաշնչին, բառ առ բառ, տառ առ տառ նույնն է։ Սա գալիս է ապացուցելու, որ այս գիրքը պաշտպանված է Աստծո կողմից։ Եվ մարդկանց կողմից գրված չէ, ես շատ եմ լսել։ Մարդկանց կողմից գրված է, ոչ, մարդկանց կողմից չի գրված։ Այս գիրքը ունի մեկ հեղինակ, Սուրբ Հոգին։ Մարդիկ ընդամենը գրագիրներ են եղել։ Ժամանակին թագավորները թելադրել են, գրագիրները մենակ գրել են, իրանք հարցեր չեն տվել։ Իրանք ճիշտ ու սխալ չեն որոշել, իրանք պարզապես գրել են։ Եվ նույն գրագիրները գրել են թագավորի համար, որն Աստված է, եւ մեզ է հասել Աստվածաշունչը։ Եվ գրագիրները պարզապես փոխանցել են։ Դրա համար այս գիրքը ունի բազմաթիվ հեղինակներ, տարբեր ժամանակների մեջ, տարբեր մասնագիտության տեղ մարդիկ, բայց հոգին նույնն է եւ ամեն ինչը ինքը իրան լրացնում է։ Ամբողջ 5 կտակարանը Աստծո մասին որ պիտի գար, ամբողջ նոր կտակարանը, որ այդ ամեն ինչը եղավ, դրա մասին էր։ Եվ որ էլի ա գալու երկրորդ անգամ։ Ու մենք պատրաստ ենք լինելու, թե ատելության բռնված ենք լինելու, գնալու ենք դժոխք։